Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Здравствуйте, мои дорогие подписчики. Как вы знаете, я экстрасенс-парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рук, делаю чистку, ставлю защиту для каждого человека. Отдельно составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, обращайтесь. Я людей принимаю себя в доме. Если не можете приходить, работаю онлайн с помощью видеозвонка. Каждую субботу и воскресенье у меня прямые эфиры, где я отвечаю на ваши вопросы. Пишите ваше имя, сколько вам лет и сфера вопроса. Личные отношения, финансовая сфера здоровья, наличие негатива. Мои прямые эфиры, они уникальные. Я во время прямого эфира отвечаю и на такие вопросы. Если я увижу, что ваша проблема это от негатива, я тоже об этом буду говорить. Ինչպես գիտեք սիրելիներս, ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղիղ, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին։ Գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը, անձնական, գործնական, ֆինանսական, կարող եք նաև առողջական ոլորտի վերաբերյալ հարցեր տալ, կարող եք նաև հարցեր տալ, ձեր վրա կա որևէ տեսակի նեգատիվ, իմ ուղիղ եթերները իրենք յուրահատուկ ուղիղ եթերներ են, որտեղ որ ես նման հարցերի նույնպես պատասխանում եմ։ Սիրելիներս, եթե ես զգամ, որ ձեր խնդիրը, ձեր պրոբլեմը որևէ նեգատիվի արդյունքն է, նեգատիվի պատճառով է ձեր խնդիրը, պրոբլեմը, ես նման ձևով նույնպես բարձրաձայնում եմ։ Բարև ձեզ, սիրելիներս, դուք էլ ակտիվ եղեք ձեր նվերներով, ձեր լայքերով, ձեր սրտիկներով, նման ձևով, որպեսզի մեր միջև լինի էներգետիկայի փոխակերպում, ես իմ էներգիան եմ տալիս, դուք էլ ձեր էներգիան, ձեր նվերներով և ձեր լայքերով։ Անի 26 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Անիի համար։ Անի 26 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Անի։ Սիրելի Անի, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա տոհմական անեծք, որը փակում է ձեր անձնականը, փակում է ձեր կյանքի բոլոր ոլորտները։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Անի, և ձեր կյանքի մեջ կմտնի երջանկություն։ Այս նեգատիվը ամբողջովին փակում է ձեր հաջողության ճանապարհը և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում։ Անահիտ 41 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար։ Անահիտ 41 տարեկան անձնական։
Սիրելի Անահիտ, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր անձնականը փակված է, վախեր կա, պրոբլեմներ կա, հիասթափություններ կա, ձեր կյանքի մեջ անընդհատ անձնականը քանդվում է, փլուզվում է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և կլինի անձնական, քանի կա այս նեգատիվը, սիրելի Անահիտ, ես անձնական չեմ տեսնում, փակուղի, խնդիրներ, պրոբլեմներ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի համար, Արփի 35 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արփիի համար, Արփի 35 տարեկան անձնական, Սիրելի Արփի, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Վալյա 19 տարեկան անձնական, Վալյա 19 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վալյայի համար։ Սիրելի Վալյա, ձեր վրա կա մագիա և հնարավոր է տոհմական անեծք, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Վալյա, որպեսզի լինի անձնական, որպեսզի լինի անձնական, չկա անձնական, սիրելի Վալյա, փակված է։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար։ Անի 27 տարեկան, երբ երեխա կունենաք, Անի 27 տարեկան, երբ երեխա կունենաք։ Սիրելի Անի, դուք երեխա կունենաք, սիրելի Անի, և մոտակա ժամանակահատվածում ձեզանից ձեր աշխարհուսանք է սպասում, մի վախեցեք, մի հիասթափվեք, դուք երեխա կունենաք։ Մարիետա 22 տարեկան անձնական, Մարիետա 22 տարեկան անձնական, ասում տիեզերքը մեր սիրելի Մարիետայի համար, Մարիետա 22 տարեկան անձնական, Սիրելի Մարիետա, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս երջանկություն, ցույց է տալիս ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր անձնական ոլորտում, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, երջանկություն է ցույց տալիս, սիրելի Մարիետա։ Լալա 35 տարեկան անձնական, Լալա 35 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լալայի համար, Լալա 35 տարեկան անձնական, ոնց որ ձեր անձնականը քնած լինի, սիրելի Լալա, 100% ձեր անձնականը ցույց է տալիս, որ խնդիրների մեջ է, փակուղու մեջ է, սիրելի Լալա, գիտեք ինչ, սիրելի Լալա, ոչ միայն անձնական խնդիրներ կա, նաև ֆինանսական խնդիրներ կա, բայց ցույց է տալիս, որ դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, և անձնական փակված վիճակից եք դուրս գալիս, և ֆինանսական խնդիրներից և պրոբլեմներից եք դուրս գալիս, մի վախեցեք, մի հիասթափվեք, առաջ գնացեք և հաղթանակներ կլինի, ձեր երազանքներ, ձեր նպատակներն կկատարվեն։ Իրինա 37 տարեկան անձնական, Իրինա 37 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Իրինայի համար,
Սիրելի Իրինա, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական։ Փակված է ձեր անձնականը։ Ռիփսիմե 42 տարեկան անձնական և ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռիփսիմեի համար։ Ռիփսիմե 42 տարեկան անձնական ֆինանսական։ Ռիփսիմե 42 տարեկան անձնական ֆինանսական։ Սիրելի Ռիփսիմե, ձեր և անձնականն է փակված և ֆինանսականն է փակված, ձեր վրա կա տոհմական անեծք, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա։ Ոչ անձնականից եք բան հասկանում, ոչ էլ ֆինանսականից։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Էմա 20 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էմայի համար։ Էմա 20 տարեկան անձնական։ Կա խնդիրներ սիրելի Էմա։ Սիրելի Էմա, ձեր վրա կա մագիա, ցույց է տալիս, որ տոհմական անեծք կա, հատկապես մայրական կողմի հետ կապված, մայրական ազգը անեծքի տակ է, որի պատճառով դուք վախեր ունեք, դուք հիասթափություններ ունեք, որի պատճառով ձեր անձնականը չի ստացվում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և ձեր կյանքի և անձնական ոլորտում և կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Քո մայրական ազգը ամբողջովին անեծքի տակ է, եթե դուք ուշադրություն դարձրած և մորաքույրներ, քռիներ, եթե կան, այդ ազգի մեջ կա պրոբլեմներ։ Երեխա ունենալու հետ կապված ամուսնություն, ամուսնալուծություններ, առողջական խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այդ նեգատիվից և կլինի հաջողություն, կլինի երջանկություն։ Շնորհակալ եմ նվերների համար։ Հասմիկ 29 տարեկան անձնական։ Հասմիկ 29 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հասմիկի համար։ Կա խնդիրներ սիրելի Հասմիկ։ Կա խնդիրներ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, մի վախեցեք, մի հիասթափվեք, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ եք, որ ունեք, ձեր անձնական ոլորտում դրանք կատարվելու են։ Հաջողություններ ցույց տալիս։ Կարոլինա 30 տարեկան առողջական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարոլինայի համար։ Կարոլինա 30 տարեկան առողջական։ Կա խնդիրներ սիրելի Կարոլինա։ Գիտեք ինչ, սիրելի Կարոլինա, ճիշտ է, կա խնդիրներ, բայց նաև կա ապաքինում, ճիշտ է, դանդաղ ապաքինում է ցույց տալիս։ Դիմեք դուք կատարեք բժիշկների ցուցումը և կլինի ապաքինում։ Ճիշտ է, բարդություններ կա, դժվարություններ կա, բայց նաև կա լավացում, կա առողջացում։ Մհեր 45 Սոնա 20 տարեկան, կգնաք Ռուսաստան, թե ոչ։ Սոնա 20 տարեկան, կգնաք Ռուսաստան, թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սոնայի համար։
Այո, սիրելի Սոնա, դու կգնաք Ռուսաստան եւ բարեհաջողել ճանապարհ կլինի։ Դուք կգնաք Ռուսաստան։ Արտյոմ 37 տարեկան, առողջական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արտյոմի համար։ Արտյոմ 37 տարեկան, առողջական։ Սիրելի Արտյոմ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը բերել է նման առողջական խնդրի առաջ է կանգնեցրել, որպեսզի լինի ապաքինում, որպեսզի լինի լավացում, ոչ միայն պետք է բժիշկների ցուցումը կատարեք, նաև դիմեք էքստրասենսի, ձեր բիոէներգետիկ դաշտը մաքրեք, որպեսզի լինի լավացում։ Ձեր առողջական խնդիրը դա թուղթուգրի անեսկի նեգատիվի արդյունք է։ Էդվարդ 29 տարեկան, անձնական։ Էդվարդ 29 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էդվարդի համար։ Կա խնդիրներ, սիրելի Էդվարդ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ձեր դեմ բացվում է հնարավորություններ, ձեր դեմ բացվում է ճանապարհներ, սիրելի Էդվարդ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Աննա 43 տարեկան, այս տարի ձեր տունը կունենաք, թե ոչ։ Աննա 43 տարեկան, ձեր տունը կունենաք, թե ոչ։ Այո, սիրելի Աննա, դուք այս տարի ձեր տունը կունենաք։ Դուք այս տարի ձեր տունը կունենաք։ Սոնա 20 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սոնայի համար։ Սոնա 20 տարեկան, անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Սոնա։ Կա խնդիրներ։ Ցույց է տալիս, որ կա խնդիրներ, ձեր անձնականը ոնց որ չի ստացվում, բայց դա ժամանակավոր է, մի վախեցեք, մի հիասթափվեք, ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ էր, որ ունեք սիրելի Սոնա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար։ Շատ շնորհակալ եմ։ Խաթուն 35 տարեկան, ինչ է սպասվում անձնականում։ Խաթուն 35 տարեկան, ինչ է սպասվում անձնականում։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Խաթունի համար։ Սիրելի Խաթուն, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիրները կա, պրոբլեմները կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս, երջանկություն է ցույց տալիս, սիրելի Խաթուն, ձեր անձնական ոլորտում։ Շնորհակալ եմ նվերների համար։ Շնորհակալ եմ լայքերի համար։ Օսաննա 22 տարեկան, ֆինանսական, անձնական։ Օսաննա 22 տարեկան, ֆինանսական, անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Օսաննա, և ֆինանսական ոլորտի հետ կապված, և անձնական ոլորտի հետ կապված, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր և ֆինանսական ոլորտում և անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Ինչ երազանքներ, նպատակներ էր, որ դուք ունեք, սիրելի Օսաննա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Բարև ձեզ։ Անահիտ Հարութ կմիանաք, թե ոչ։ Անահիտ Հարութ կմիանաք, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։
Անահիտ Հարութ, կմիանաք թե ոչ։ Սիրելի Անահիտ, սիրելի Հարութ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը չի թողնում, որ դուք միանաք, որպեսզի լինի միություն, սիրելի Անահիտ, սիրելի Հարութ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այդ նեգատիվից, նոր հնարավոր է միություն, նոր հնարավոր է անձնական երջանկություն, քանի կա այս նեգատիվը, չեմ տեսնում հաշտություն։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար։ Վարդուհի 25 տարեկան անձնական, Վարդուհի 25 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Վարդուհու համար։ Կա խնդիրներ, սիրելի Վարդուհի։ Սիրելի Վարդուհի, ձեր վրա կա տոհմական անեծք, որը փակում է ձեր անձնական հաջողությունը։ Չկա անձնական, անձնականը գալիս տեղ չի հասնում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Վարդուհի, նոր կլինի երջանկություն, նոր կլինի անձնական հաջողություն։ Ձեր վրա մագիա կա, որը փակում է ձեր անձնականը, ձեր երջանկությունը։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Արփինե 25 տարեկան, անձնական, ֆինանսական, Արփինե 25 տարեկան, անձնական, ֆինանսական, Սիրելի Արփինե, ձեր և ֆինանսական ոլորտում և անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ նվերների համար։ Շատ շնորհակալ եմ։ Բալասան 40 տարեկան, անձնական և ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Բալասանի համար։ Բալասան 40 տարեկան, անձնական, ֆինանսական, Սիրելի Բալասան, ձեր և անձնական և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե խնդիր կա, դուք այդ խնդրից հաղթանակով դուրս եք գալիս։ Պրոբլեմը, խնդիրը թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողության ճանապարհը, սիրելի Բալասան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ լայքերի համար, շնորհակալ եմ սրտիկների համար։ Կարինե 36 տարեկան, անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Կարինեի համար։ Կարինե 36 տարեկան, անձնական, Սիրելի Կարինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա և կախարդանք, ձեր անձնականը փակված է, կա նաև առողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Կարինե, և կլինի անձնական հաջողություն և կլինի երջանկություն։ Այս մագիան փակում է ձեր հաջողությունը, սիրելի Կարինե։ Այդ մագիան, այդ կախարդանքը ամբողջովին փակում է ձեր հաջողության ճանապարհը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Հենդրիկ 24 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հենդրիկի համար։ Հենդրիկ 24 տարեկան,
Սիրելի Հենրիկ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում է լինելու է հաջողություն, սկզբից ֆինանսական ոլորտում է լինելու հաջողություն, հետագայում էլ անձնական ոլորտում հաղթանակներ է ցույց տալիս։ Եթե խնդիր է կա, պրոբլեմ է կա, դուք այդ խնդրես պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ լայքերի, նվերների համար։ Արտյոմ 34 տարեկան անձնական։ Արտյոմ 34 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արտյոմի համար։ Սիրելի Արտյոմ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Արտյոմ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Դավիթ 19 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Դավիթի համար։ Դավիթ 19 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Դավիթ, եւ ֆինանսական ոլորտում, եւ անձնական ոլորտում, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր կյանքի բոլոր ոլորտներում է լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Դավիթ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, սկզբից լինելու է ֆինանսական հաջողություն, հետագայում նաև անձնական հաջողություն, սիրելի Դավիթ։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար։ Սեդա Հարութ, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սեդայի եւ Հարութի համար։ Սեդա Հարութ, անձնական։ Սիրելի Սեդա, սիրելի Հարութ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա անեծք, որը բերելու է եւ անձնական խնդիրներ եւ ֆինանսական խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Սեդա, սիրելի Հարութ, որպեսզի կարողանաք այս իրավիճակը հաղթահարեք։ Այս թուղթուգիրն ու մագիան քանդում է ձեր անձնականը, արդեն քանդած է, սիրելի Սեդա, սիրելի Հարութ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ լայքերի համար, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև էդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիայում մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, տալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Գրիգոր 37 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գրիգորի համար։ Գրիգոր 37 տարեկան։ Խնդիրներ, սիրելի Գրիգոր։ Սիրելի Գրիգոր, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, ձեր կյանքի բոլոր ոլորտներում խնդիրներ են, պրոբլեմներ են, ոչ մի բան չեք կարողանում ավարտի հասցնել, ամեն ինչ թերի է, ամեն ինչ կիսատ։ Սիրելի Գրիգոր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։
Շնորհակալ եմ։ Սոֆի 25 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սոֆիի համար։ Սոֆի 25 տարեկան։ Սիրելի Սոֆի, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություններ ցույց տալիս։ Զինա Վարդան, տուն կունենաք թե ոչ։ Զինա Վարդան, տուն կունենաք թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Զինա Վարդան։ Կա խնդիրներ, սիրելի Զինա, սիրելի Վարդան, բայց մի վախեցեք, այո, խնդիրներ, պրոբլեմներ կան, բայց դուք ձեր սեփական տունը կունենաք։ Այո, ձեզանից էլ աշկալուսակ եմ սպասում։ Ես է ձեզանից եմ շնորհակալ, գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը հայտնեք։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ լայքերի համար, շնորհակալ եմ նվերների համար։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Իմ ասածները ճիշտ են։ Շատ շնորհակալ եմ ձեր գրածը այդ խոսքերի համար։ Լիլիա 23 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիայի համար։ Լիլիա 23 տարեկան։ Սիրելի Լիլիա, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն։ Ինչ երազանքներ, նպատակներ որ ունեք, սիրելի Լիլիա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Անչափահասներին Սիրելի Գրիգոր, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն եւ անձնական ոլորտում, ինչ երազանքներ, նպատակներ որ ունեք, սիրելի Գրիգոր, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողության, երջանկության ժամանակահատվածը։ Վարդ 54 տարեկան, ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վարդի համար։ Վարդ 54 տարեկան, ֆինանսական, տեսնենք ինչ ասում։ Սիրելի Վարդ, ճիշտ է ձեր ֆինանսական ոլորտում կարող է եւ խնդիրներ կա, բայց դուք այդ խնդիրներից կարողանալու եք ձերբազատվել, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ։ Կարողանալու եք դուք Աստծո կամքով այդ ֆինանսական խնդիրներից ազատվել, ձերբազատվել։ Հաջողություններ ցույց տալիս սիրելի Վարդ։ Շնորհակալ եմ նվերների
համար շատ շնորհակալ եմ։ Ռաֆո 38 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ռաֆոյի համար։ Ռաֆո 38 տարեկան անձնական։ Սիրելի Ռաֆո, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Ռաֆո, ձեր երազանքները նպատակները կատարվելու են, հաջողություններ ցույց տալիս։ Հաջողություններ ցույց տալիս։ Գևորգ Քրիստինն է, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը, Գևորգ Քրիստին է, անձնական, Գևորգ Քրիստին է, անձնական, սիրելի Գևորգ, սիրելի Քրիստին է, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, որը փակում է ձեր անձնական հարաբերությունները, չկա անձնական երջանկություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և նոր կլինի հաջողություն, քանդվում է ամեն ինչ, սիրելի Գևորգ, սիրելի Քրիստին է, ինչ ինձ եղեք տալիս քանդվում է, շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ նայքերի ու սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Բարև ձեզ, լսվում է հիմա։ Մանանա 38 տարեկան անձնական, Մանանա 38 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մանանայի համար։ Սիրելի Մանանա, ձեր և անձնական ոլորտում և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիր է կա, պրոբլեմ է կա, դուք այդ խնդրից պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություններ ցույց տալիս։ Լսվում է սիրելիներս հիմա, Նունե 58 տարեկան ֆինանսական, Նունե 58 տարեկան ֆինանսական, սիրելի Նունե, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, որը ամբողջովին ձեզ կանգնեցրել է ֆինանսական կրախի առաջ, ճգնաժամ է ֆինանսական, մինուսներ, վարկեր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Նունե, ձեր բազատվեք այս նեգատիվից, որպեսզի լինի ֆինանսական հաջողություն։ Թակուի 31 տարեկան անձնական, Թակուի 31 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Թակուի համար, Թակուի անձնական, սիրելի Թակուի, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Թակուի, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Ես է ձեզանից եմ շնորհակալ, գրանցրեք իմ ալիքներին նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Նունե 42 տարեկան ֆինանսական անձնական, տեսնենք ինչի ասում տիեզերքը մեր սիրելի Նունեի համար։ Կա խնդիրներ, սիրելի Նունե, սիրելի Նունե, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, ձեր և անձնականն է փակված և ֆինանսականն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կլինի և անձնական, նոր կլինի և ֆինանսական։ Ես է ձեզանից եմ շնորհակալ, ձեր նվերներից, ձեր լայքերից, գրանցրեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Շնորհակալ եմ։
Վահե վարդուի, միասին կլինեք թե ոչ։ Վահե վարդուի, միասին կլինեք թե ոչ։ Կա խնդիրներ, սիրելի վահե, սիրելի վարդուի։ Կա դժվարություններ։ Չեմ տեսնում, որ միասին կլինեք։ Չէ, դուք միասին չեք լինի, սիրելի վահե, սիրելի վարդուի։ Ճիշտ է, ցանկությունները շատ են, բայց չեմ տեսնում միություն։ Շնորհակալ եմ։ Լիլիթ 47 տարեկան, անձնական, ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Լիլիթ 47 տարեկան, անձնական, ֆինանսական։ Սիրելի Լիլիթ, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե խնդիր է կա, պրոբլեմ է կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում։ Ռուդո 39 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռուդոյի համար։ Ռուդո 39 տարեկան։ Սիրելի Ռուդո, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա եւ ընդհանուր անձնականն է փակված եւ գործնականը ֆինանսականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի հաջողություն։ Քանդված է Ռուդոյի մոտ ամեն ինչ, որը քանի գնա ավելի է վատանալու։ Բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար։ Արտյոմ 40 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արտյոմի համար։ Արտյոմ 40 տարեկան, անձնական։ Սիրելի Արտյոմ, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի անձնական եւ կլինի երջանկություն։ Ամեն ինչ փակված է, սիրելի, ամեն ինչ փակված է, ամեն ինչ։ Առաջխաղացում չկա, խնդիրներ, պրոբլեմներ, անպայման դիմեք էքստրասենսի, այդ մաքրեք այդ նեգատիվը ձեր վրայից։ Ես է ձեզանից եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ նվերների համար, լայքերի ու սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Սևակ Մարիետա, կամուսնանաք այս տարի թե ոչ։ Սևակ Մարիետա, կամուսնանաք թե ոչ։ Սևակ Մարիետա։ Ամուսնություն ցույց է տալիս, այո, սիրելի Սևակ, սիրելի Մարիետա, ամուսնություն ցույց է տալիս, կամուսնանաք։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար։ Գրանցվեմ գիմալիքների նման ձևով ձեր շնորհակալությունը հայտնեք։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայում մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում
և ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Տիգրան 35 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Տիգրանի համար։ Տիգրան 35 տարեկան անձնական։ Կախնդիրներ սիրելի Տիգրան, և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում։ Սիրելի Տիգրան, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, որը ձեր և անձնականն է փակում, և ֆինանսականը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Կանեք այդ թուղթուկիր այդ կախարդանքը, սիրելի Տիգրան, քանի գնա այնքան կվատանա։ Մարիամ 42 տարեկան անձնական։ Մարիամ 42 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարիամի համար։ Կախնդիրներ սիրելի Մարիամ։ Սիրելի Մարիամ, ձեր վրա կա անեզք, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և կլինի անձնական և կլինի երջանկություն։ Ծինը 24 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ծինայի համար։ Ծինա 24 տարեկան անձնական։ Սիրելի Ծինա, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը գալիս տեղ չի հասնում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Ծինա, և կլինի անձնական։ Այս նեգատիվը ամեն ինչ փակում է, ամեն ինչ։ Ոչ հաջողություն կա, ոչ երջանկություն կա։ Նարեկ 39 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարեկի համար։ Նարեկ անձնական։ Սիրելի Նարեկ, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կնոջ կողմից կատարված թուղթուկիր, որը փակում է ձեր անձնականը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Նարեկ, և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Հասմիկ 19 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հասմիկի համար։ Հասմիկ 19 տարեկան։ Սիրելի Հասմիկ, ձեր վրա կա տոհմական անեզք, որը փակում է ձեր կյանքի բոլոր ոլորտները, և անձնական, և գործնական, և մասնագիտական։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ժամանակ մի կորցրեք, այս նեգատիվից մաքրվեք և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար, բարև ձեզ, բարև ձեզ։ Շնորհակալ եմ։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Պետրոս 43 տարեկան, առողջական և անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Պետրոսի համար։ Պետրոս 43 տարեկան, առողջական և անձնական։ Սիրելի Պետրոս, ձեր վրա կա թուղթուկիր,
որը բերում է եւ առողջական խնդիրներ, բերում է եւ անձնական պրոբլեմներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական, որպեսզի լինի ապաքինում եւ լավացում։ Ձեր առողջական խնդիրը նույնպես այս թուղթուկրի, այս կախարդանքի, այս մագիայի պատճառով է։ Վանան 21 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վանանի համար։ Վանան անձնական։ Կա խնդիրներ սիրելի Վանան։ Սիրելի Վանան, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա տոհմական անեծք եւ անձնական է փակված եւ գործնականն է փակված։ Կա նաեւ առողջական խնդիրներ, հնարավոր է լինի կախվածություն։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի հաջողություն, կլինի երջանկություն։ Այդ նեգատիվը ձեր կյանքի բոլոր ոլորտներում բերելու է խնդիրներ եւ պրոբլեմներ։ Մաքրվեք, ազատվեք, ցերկազատվեք, նոր կյանք ունեցեք։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, Արմինե 34 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար։ Արմինե 34 տարեկան անձնական։ Խնդիրներ սիրելի Արմինե, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքները նպատակները կատարվելու են։ Եթե խնդիրներ եկա, պրոբլեմներ եկա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Քրիստինե 51 տարեկան անձնական ֆինանսական։ Քրիստինե 51 տարեկան անձնական ֆինանսական։ Սիրելի Քրիստինե, եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրից, այդ պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Հաջողություն է ցույց տալիս ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար։ Սվետա 43 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սվետայի համար։ Սվետա 43 տարեկան անձնական։ Սիրելի Սվետա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքը նպատակը կատարվելու է։ Եթե կա խնդիրներ, կա պրոբլեմներ, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր նվերների, ձեր բարի մաղթանքների համար։ Շատ շնորհակալ եմ։ Գրանցվեք իմ ալիքներին նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Շնորհակալ եմ։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում,
Թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է ծառայությունը, կարող եք դիմել։ Եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Ամեն շաբաթ կիրակի իմ մոդուլի եթերներ են, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին։ Գրանցվեք, եթե դուք ունեք հարազատներ, բարեկամներ, ընկերուհիներ, ում որ անհրաժեշտ է էքստրասենսի, պայծառատեսի խոսքը, էներգետիկան, իրենց նույնպես տեղյակ պահեք, որ ամեն շաբաթ կիրակի կա նման ուղիղ եթերներ, թող իրենք է գրանցվել, իրենք էլ կարողանան այս տված հնարավորությունից օգտվել։ Շնորհակալ եմ նվերների համար։ Անձնականներ եմ նայում, ֆինանսականներ եմ նայում, մարդու կյանքի բոլոր ոլորտների համար ես տալիս եմ ինֆորմացիա, տալիս եմ։ Շնորհակալ եմ։ Արմինե 47 տարեկան, ինչ է սպասվում, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար։ Արմինե 47 տարեկան, ինչ է սպասվում։ Կա խնդիրներ, սիրելի Արմինե։ Սիրելի Արմինե, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդակ, որը ձեր կյանքի բոլոր ոլորտները դարձնում է պրոբլեմատիկ, անընդհատ պրոբլեմներ են։ Մի պրոբլեմից դեռ դուրս չեկա, ձգնում եք մյուս պրոբլեմ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և կձերբազատվեք այդ պրոբլեմներից, ձեր դեմ կբացվի ճանապարհներ, ձեր դեմ կբացվի հնարավորություններ։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Թերմինե 25 տարեկան, անձնական, ֆինանսական, Թերմինե 25 տարեկան, անձնական, ֆինանսական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Սիրելի Թերմինե, ձեր և անձնական ոլորտում և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Թերմինե, ձեր երազանքները, նպատակները կատարվելու է։ Բարև ձեզ։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Վահե 32 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Վահեի համար։ Սիրելի Վահե, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Վահե, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, երջանկություն է ցույց տալիս։ Յուրա 19 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Յուրայի համար։ Յուրա 19 տարեկան, սիրելի Յուրա, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, անակնկալ հաջողություն է մտնում ձեր կյանքի մեջ, ուրախություն, ճանապարհներ, հնարավորություններ, երջանկություն, անակնկալ չսպասված հաջողություն է մտնում ձեր կյանքի մեջ։ Լիզա Արթուր,
պաուզա է, թե ոչ։ Լիզա Արթուր, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լիզայի և Արթուրի համար։ Լիզա Արթուր, սիրելի Լիզա, սիրելի Արթուր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, որը 100% բերելու է ավարտ